Նախ սկսեմ նրանից, որ այս ֆորմատը, որը այսօր ընտրել ենք, իմ համար բավականին խորտ չասեմ, բայց առաջին անգամ է այս ֆորմատով, որ ես ելույթ եմ ունենում, այսինքն առաջին անգամ է, որ նման միկրոֆոն եմ դնում, միշտ սովորեմ այս միկրոֆոնով կամ այստեղ խոսելու, նաև հագուստի տեսանկյունից շատերը այսօր ֆորմալ են եկել, ես ոչ ֆորմալ եմ եկել, որովհետև այսօր իսկապես տոն է համասանում, այսօր իսկապես մենք ունենք մեր մայր բուհի, մեր սիրելի բուհի 107-րդ ամյակը, որի կապակցությամբ իդեպ առաջարկում եմ ևս մեկ անգամ ծափահարենք։ Շնորհավորենք մեր մայր բուհին եւ հետաքրքիր է, որ ես սկսեցի մտածել, թե ինչ պետք է խոսեմ որպես հիմնական բանախոս, եւ այս տարի նաեւ մուտքի մոտ տեսնում էի, որ շատ անծանոթ դեմքեր, ինչը ինձ շատ ուրախացնում էր, որովհետեւ շատ մարդիկ կային, որոնք երևի թե առաջին անգամ էին գալիս նման ֆորմատով մասնակցելու, նաեւ մեր համասանականներն էին բավականին ակտիվ եւ տեսնում եք դալիճը լի է տարբեր սերունդների մարդկանցով եւ հետաքրքիր է նաեւ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես են այս տարբեր սերունդները միավորվում մեկ ամբողջական համայնքի մեջ։ ԵՊՀ-ն ավարտելուց հետո ԵՊՀ-ն չի ավարտվում։ Գիտեք, առաջին երևի թե այսօր առավոտյան երբ որ արթնացա, առաջի բանը որ մտածում էի, սկսեցի վերհիշել այն առաջին օրը, երբ ես ԵՊՀ եմ մուտք գործել, եւ այն ժամանակ չկային այն հնարավորությունները, որոնք այսօր ունեն մեր ուսանողները։ Օրինակ այսօր STEM դպրոցի ընդունելության քննությունների օրն է եւ մեր STEM-ականները արդեն տարիներ շարունակ ԵՊՀ են գալիս գնում, մինչև հետո դառնում են համասանական։ Մենք չունենք այդ հնարավորությունները, չկար տրանսպորտ, չկար լույս, կհիշեն շատերը այդ տարիները, ինչքան դժվարություններ կային, եւ ես պետք է ասեմ, որ առաջին անգամ ԵՊՀ եկել եմ երևի թե ընդունվելու օրը եւ իմ համար բավականին խորտ էր, որովհետեւ ես պատկերացնում էի այս շենքը որպես ԵՊՀ, բայց հայտնվեցի սև շենքում, ինչպես մեզ ընդունված է ասել, եւ իմ համար բավականին նոր մասնագիտություն, նոր ոլորտ եւ շատ այսպես նեղված էի անկեղծն ասած առաջի օրը, բայց հենց առաջի օրը փոխվեց ամեն ինչ, երբ որ հայտնվեցի մի կուրսում եւ տարբեր այսպես անգլերեն բառ ասեմ background ունեցող ուսանողները, աշակերտներ էին, որոնք ուսանող էին դարձել առաջին անգամ եւ մուտք էին գործել ԵՊՀ։ Եվ այսպես առաջի շփումն էր տեղի ունենում, իհարկե որոշակի դրվագներ կա, որ մինչև օրս հիշում եմ այդ դրվագները, որոնք առաջին անգամ այսպես տպավորել են, հետագայում իհարկե մենք դարձանք ընկերներ եւ հետաքրքիր էր, որ այդ կուրսը բավական հետաքրքիր բաժանում ուներ, 26 տղա, 26 աղջիկ։ Այսինքն շատ դժվար է, որ պատկերացնենք, որ այսպես ուղիղ բաժանում է տեղ ունեցել եւ հետագայում նաև մեր կուրսում նաև 3 զույգ ձևավորվեց, որոնք մինչև հիմա շատ երեխաներ են ունեցել եւ ապրում են, աշխարհի տարբեր մասերում են իդեպ ապրում, դա էլ է հետաքրքիր։ Եվ այդ ժամանակահատվածը իրականում, ինչպես նշեցի, շատ բարդ ժամանակահատված էր մեր բոլորի համար, բայց մենք հաղթարեցինք, բայց հետաքրքիր մի բան կար, երբ որ ես համեմատում եմ 96 թվականը, օրինակ այդ առաջի անգամ երբ որ մուտք եմ գործել ԵՊՀ եւ այսօր տեսնում ենք հսկայական տարբերություններ եւ տարբեր ձեզ հետ էլ շփումներում համասանականների հետ շփումներում երբ խոսում ենք այս մասին, մենք հաճախ խոսում ենք հենց սերունդների տարբերության մասին, թե ինչպես է փոխվում սերունդը ամեն օր։ Այսինքն այս տարվա առաջի կուրսեցիները իրականում տարբերվում են նախորդ տարվա արդեն երկրորդ կուրսեցի դարձած առաջին կուրսեցներից եւ այսպես շարունակ եւ նաեւ մեր վրա այսօր ազդում են շատ այս տեխնոլոգիաները, փոփոխությունները եւ շատ հաճախ նույն լեզվով սկսում ենք չխոսել իրար հետ, հա? Եվ սա դժվարացնում է երբեմն կոմունիկացիան, հաղորդակցությունը դժվարացնում է մեր միջև, բայց մի բան մեզ միացնում է մշտապես, դա ԵՊՀ-ն է։ Եվ ԵՊՀ-ն շատ հետաքրքիր է, որ յուրաքանչյուրիս կյանքում թողել է անգնահատելի հետք։ Հիմա ես կուզեի մի քանի հարց տալ մեր բոլոր այստեղ հավաքված շրջանավարտներին, գործընկերներին։ Ով է առաջին անգամ վերադարձել ԵՊՀ ավարտելուց հետո, խնդրում եմ ձեռք բարձրացնեն։ Տեսնում ենք բազմաթիվ չասեմ, բայց տեսնում ենք ձեռքեր, ովքեր առաջին անգամ ԵՊՀ-ն եկեք ծափարենք մեր շրջանավարտներին, ովքեր
տարիներ անց որոշել են, որ այսօր գան եւ մասնակցեն ԵՊՀ-ում շրջանավարտների ֆորումին։ Հաջորդ հարցը. ով է այստեղ գտել իր լավագույն ընկերներին։ Բոլորը համարյա, բոլորը գտել են իրենց ինքս էլ, որ մինչև հիմա ես շփվում եմ իմ կուրսընկերների հետ, ովքեր հետագայում իմ շատ լավ ընկերներն են դարձել, կապ չունի աշխարհի որ մասում ենք հայտնվում, անկեղծ ասած աշխարհի որ մասում գնում եմ մի կուրսընկեր կա։ Եվ պարտադիր գնում ենք, հանդիպում են, գալի դիմավորում են, եւ դա մեր հարստությունն է, անկեղծ ասած, մեր ընկերները, եւ այս իմաստով նաեւ համասարանը մեզ տվել է այդ լավագույն հարստությունը, մարդկային կապերը, որոնք հետագայում մեր կյանքի ընթացքում նրանք մեզ անընդհատ պետք են գալիս, պետք գալը այստեղ չհասկանանք շահադիտական նպատակներով, այլ պետք գալը հասկանանք որպես կյանքի ընկերներ նպատակով, հա, մեր հոգեվոր բավարարվածությունը, մեր հոգեվոր պահանջմունքները բավարարելու իմաստով որպես մեր ընկերների եւ այդ տեսանկյունից իրապես ԵՊՀ-ն բոլորիս համար եւ եւս մեկ կարեւոր հարց էստեղ իսկ ով է այստեղ գտել իր երկրորդ կեսին համարյա բոլորը եկեք ծափարենք սա ամենաուրախալի պահն է անկեղծ ասած որովհետեւ իրականում ԵՊՀ-ն ոչ միայն կրթության, գիտության, այսպես շտեմարանն է կամ ակունքն է, այլ նաև մեր անձնական կյանքի կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում, որովհետև այստեղ մեզանից շատերը գտել են իրենց լավագույն կեսին կամ երկրորդ կեսին են գտել եւ որի կապակցությամբ մեզ բոլորի շնորհավորում եմ եւ իրապես սա եւս մեկ կարևոր մոտիվ է, որ մեզ բոլորից կապում է իրար, այսինքն մարդիկ երբ որ գալիս են առաջին անգամ ԵՊՀ չեն մտածում, որ պետք է իրենց լավագույն կեսին գտնեն, բնականաբար, բայց հետագայում կյանքը այնպես է դասավորվում, որ ընտանիք են կազմում, երեխաներ ունենում, հետո այդ երեխաներն էլ են գալիս դառնում են ԵՊՀ-ական, հուսով եմ, որ դառնում են ԵՊՀ-ական իհարկե, եւ այսպես շարունակ։ Մեզ միավորում է մի բան, մեզ բոլորիս այստեղ հավաքվածների միավորում է մի բան, մեր ճանապարհը սկսվել է այստեղ։ Մեր առաջին քայլերը կարող ենք ասել կյանքի, որովհետև դպրոցը մեզ նախապատրաստում է մուտք գործել մեծ կյանք, իսկ իմ կարծիքով ԵՊՀ-ն է այն մեծ կյանքի դուռը, որը բացվում է մեր առջև, եւ մեր կյանքը սկսվել է այստեղ, մեր ճանապարհները հատվել են այստեղ եւ սրանից է սկսվել մեր ամբողջ կյանքը։ Բավական հետաքրքիր մի երևույթ կա, որը ես զգացել եմ եւ դասախոս ժամանակ եւ ռեկտոր դառնալուց հետո ԵՊՀ-ն կենսատու ուժ է։ Մեկ անգամ ԵՊՀ-ում հայտնված մարդը այլևս չի ուզում ԵՊՀ-ն լքել։ Սա նաև շատ ուրախալի է, որովհետև երբ որ նայում ենք միջին տարիքը Հայաստանի Հանրապետության եւ համասարանականների միջին տարիքը, պետք է մեծ ուրախությամբ ասել, որ մեր մոտ միջին տարիքը բավականին բարձր է, որովհետև ԵՊՀ-ն է այն ուժը, որ տալիս է եւ մարդիկ կենսագործում են, շփվում են երիտասարդ սերնդի հետ եւ ապրում են եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք երկար ապրեն, նրանք լավ ապրեն եւ մեր գործունեությունը հենց ուղղված է նրան, որպեսզի համասարանականները, մեր պրոֆեսորները, դասախոսները, ում բոլորիդ այստեղ նստած էին, ովքեր համասարանում որևէ փոքր ներդրում ունեն կամ կունենան ապագայում, ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել եւ ասել, որ իրականում համասարանը առանց ձեզ պատկերացնելը անհնար է։ Այսինքն մենք բոլորս, այստեղ հավաքվածներս բոլորս մեկ մարմին ենք եւ այդ մեկ մարմինն է, որ համասարանը առաջ է շարժում։ Հիմա մի փոքր գնանք, այսպես պատմական փոքր էքսկուրսի գնանք, հա։ 1919 թվականին ջահը վառվեց։ Այստեղ մենք որոշակիորեն օգտագործում ենք մեր մեծ բանաստեղծի Թումանյանի նաև խոսքերը։ Ջահը վառվեց եւ որոշվեց, որ պետք է հիմնվի Երևանի պետական համալսարան։ 20-ից 40-ական թվականները նվիրալների համախմբման ժամանակատված էին։ Ժամանակատված, երբ որ մարդիկ տարբեր երկրներում ունենալով բավականին այսպես հաջողություններ, կարող ենք ասել, որոշեցին թողել այդ հաջողությունները մի կողմ, վերադառնալ համալսարան, նվիրվել իրենց մայր բուհի ստեղծման, արարման, զարգացման գործին։ Սա բավական հետաքրքիր միգուցե մտքով զուգահեռներ տանենք այսօրվա իրականության հետ, երբ որ
տարբեր մարդիկ այսօր էլ որոշում են, որ պետք է վերադառնան համալսարան եւ ունենք նման մարդիկ, որոնք որոշում են գալ համալսարան, նվիրվել այս կարևոր գործին եւ նպաստել մեր համալսարանի զարգացմանին։ Իսկ համալսարանի զարգացմանը նպաստել չի նշանակում զուտ համալսարանը զարգացնել, նշանակում է նոր սերնդին փոխանցել գիտելիքներ, զարգացնել համալսարանը եւ դրանով իսկ զարգացնել երկիրը եւ կարող եմ ասել, որ սա շատ հետաքրքիր ժամանակահատված է, որից մենք պետք է դասեր քաղենք իրականում, որ մարդիկ այս ժամանակահատվածում թողեցին ամեն ինչ եւ եկան եւ սկսեցին հզորացնել մայրբուհը։ 45-ից 65 թվականները ուրեմն բարդ ժամանակահատվածից, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի այդ ժամանակահատվածից դեպի վերելք գնացող այսպես ժամանակահատվածը, երբ որ ձևավորվեցին նոր ֆակուլտետներ, ձևավորվեց գիտական միտքը եւ տարբեր ոլորտներով, հա, ակադեմիայից սկսած, վերջացրած ուրեմն տարբեր գիտական ինստիտուտների ստեղծումով, սա կարող ենք համարել գիտական վերելքի ժամանակահատված եւ համալսարանը իրականում այս ժամանակահատվածում ունեցավ բավականին լուրջ գիտական ձեռքբերումներ։ Ես հիմա անուններ չեմ հնչեցնում, թե ովքեր էին համալսարանում այդ ժամանակահատվածում դասավանդում, շատերը գիտեք մեր մեծերին, եւ այս մեծերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք համալսարանը բարձրացնել նոր մակարդակի։ 65-ից 88 թվականները ազգային վերելքի, ազգային զարթոնքի ժամանակահատվածներ։ Եվ այս շրջանում իրականում հիմքերը դրվեցին հետագայում նաև անկախության, անկախացման շարժման վերածնունդի ժամանակահատվածի, որովհետև գաղտնիք չէ, որ անկախության շարժումը հիմնականում եւ մեծամասամբ առաջնորդել են հենց ԵՊՀ-ականները։ Եվ պատահական չէ, երբ որ դուք նայեք մեր կյանքի տարբեր ոլորտները, սկսած քաղաքական, մշակութային, սոցիալական, համարյա բոլոր տեղերում ճնշող մեծամասնությունը հենց ԵՊՀ-ականներն են։ Եվ 91 թվականից սկսվեց նոր ժամանակահատված, այսպես անորոշության որոշակի սկզբնական շրջանում, հետո որոշակիության, որովհետև 91 թվականից մինչև օրս, քանի որ մենք բոլորս ապրել ենք այս ժամանակահատվածում, երիտասարդ սերունդը միգուցե ավելի ուշ, բայց մենք բոլորս գիտենք այս ժամանակահատվածի դժվարությունները, բարդությունները, երբ որ 90-ականներին գալիս էինք համալսարան, տաք ուրեմն պալտոներով, այսպես ասած, սառելով նստում ենք, դաս ենք անում, ոտքով գնում ենք տուն, մեկը ոտքով հասնում էր Բանգլադեշ, մյուսը կասկադով բարձրանում էր Մանումենտ Կոմիտաս, հիմա շատ ծանոթ է այս երևույթը երևի շատ շատերիդ, դրա համար ժպտում եք, եւ այդ ժամանակահատվածը շատ բարդ ժամանակահատված էր, բայց եւ նաեւ շատ հաճելի, որովհետեւ ես հիշում եմ, թե ինչքան մարդիկ համախումբ էին այդ ժամանակահատվածում, ինչքան էին իրար օգնում, մեկը գումար չուներ տրանսպորտի կուրսով, ինչ որ մեկը գումար էր ավելացել, տալիս էր, որ ինքը տրանսպորտով տուն հասնի, կամ այսպես, այսինքն շատ փող օգնության այս երևույթը, որը հիմա ցավոք սրտի բավականին թուլացել է, անկեղծ ասած թուլացել է։ Այդ ժամանակահատվածը լրիվ այլ ժամանակահատված էր եւ բնականաբար այստեղ էլ կարող ենք փուլերի բաժանել եւ ասել, որ տարբեր փուլեր ունենք։ Ես կգամ արդեն մեր փուլին, մեր ժամանակահատվածին, նայեք, նույն 10 տարի առաջ մենք չունեինք այն հնարավորությունները, մեր ուսանողները չունեին այն հնարավորությունները, որ ունեն այսօր։ Բազմաթիվ ծրագրեր, էրազմուսային, ոչ էրազմուսային, բազմաթիվ հնարավորություններ, որոնք հնարավորություն են տալիս մեզ կապվելու աշխարհին, եւ մենք մեզ չենք էլ դիտարկում որպես առանձնացված կամ իզոլացված մարմին, մենք պատկերացնում ենք որպես աշխարհի մի մասնիկը եւ այս դիրքավորմամբ էլ համասանը շարժում ենք դեպի առաջ։ Իդեպ ասեմ, երևի թե ձեզանից յուրաքանչյուրը վստահաբար ունի կամ ունեցել է, ունի եւ կունենա որոշակի երազանք, թե ինչպես է ուզում ինքը տեսնել ապագա համալսարանը, ինչպես է ինքը պատկերացնում, ինչպիսին պետք է լինի համալսարանը, ինչ թերություններ կան, որովհետև չկա ժամանակաշրջան, երբ թերություններ չլինեն, չկա մարդ, որ թերություն չունի, հա,
Բնականաբար այս ժամանակահատվածը, որը բախտ է վիճակվել ինձ ղեկավարել ԵՊ-ին, բնականաբար ունի իր թերությունները եւ սա անխուսափելի է, բայց ինչպես անել, որպեսզի շտկել այդ թերությունները, ինչպես անել, որպեսզի առաջ գնալ եւ ստեղծել մեր երազանքի համալսարանը, որովհետեւ այն առաջի օրվանից, որ ես մուտք գործեցի համալսարանը, մշտապես իմ մտքում կար այդ երազանքը։ Շատ բաներ իմ երազանքի պատկերացումների համաձայն եւ ոչ միայն իմ պատկերացումների, մենք ընթացքում իրագործում ենք, բայց վստահաբար կան հարյուրավոր գաղափարներ, հարյուրավոր երազանքներ, որոնք դուք ունեք եւ մենք դա պատրաստ ենք իրագործելու համատեղ ուժերով եւ սա ընդհանրապես խոսքեր չեն, որովհետեւ շատ-շատերի հետ հանդիպումների արդյունքում տեսել եք հետագայում, որ դրանք իրագործվել են։ Իհարկե մշտապես ունեցել ենք նաեւ դժվարություններ, բայց դժվարությունները հենց նրա համար են, որպեսզի մենք նրանք հաղթահարենք եւ մեր ԵՊՀ-ն ել ավելի ուժեղացնենք։ Սա հիմնականում հենց վերաբերում է մեր վերադարձող մեր ԵՊՀ-ականներին, ես կարծում եմ, որ այս վերադարձ բառն է որոշակի իմաստով փոխաբերական, որովհետև իրականում դուք չեք գնացել, որ վերադառնաք, դուք ֆիզիկապես եք վերադարձել այսօր ԵՊՀ, բայց հոգով, ձեր ինքնությամբ մշտապես եղել եք ԵՊՀ-ական, որովհետև մենք օրինակ աշխարհի տարբեր երկրներ գնալուց, ԵՊՀ-ականներ հանդիպելուց, դա զգում ենք, որ իրենք հոգով դա մի դաջվածք է, դա մի նշան է, որը հոգու մեջ դրվում է, եւ դա այլևս հանելը անհնար է, դա մեր ինքնության մի բաղկացուցիչ մասն է, բաղադրիչն է, եւ դա ուղղակի մի կողմ դնելը անհնար է, եւ ասեմ ձեզ, որ երբեմն նաեւ լսել եմ դժգոհություններ, երբ որ մարդիկ ասում են, ԵՊՀ-ն մեզ շատ բան չի տվել, ես հետո գնացել Օքսֆորդում եմ կամ Քեմբրիջում եմ, իմ գիտելիքները հարստացրել, շատացրել, ես այստեղ հարց ունեմ, եթե ԵՊՀ-ն չի տվել, դու չէիր կարող հայտնվել Օքսֆորդում կամ Քեմբրիջում։ Վստահաբար եմ ձեզ ասում, որովհետև ԵՊՀ-ն այն ամուր հիմքն է դրել, որ քեզ հնարավորություն է տվել, որ դու հայտնվես որևէ այլ միջազգային հեղինակավոր, այսպես շատ ավելի հեղինակավոր համալսարանում։ Եվ ես մշտապես այս մտքի հետ խնդիր ունեմ եւ մշտապես կռիվ եմ տալիս այդ մտքի հետ, բայց նաեւ սա ինձ իմպուլս է տալիս, որ մենք մեր կրթական ծրագրերը պետք է ել ավելի ուժեղացնենք, ել ավելի հզորացնենք, որպեսզի վաղը հասնենք մի կետի, երբ որ արդեն մեր ԵՊՀ-ականները չմտածեն այլևս գնալու Օքսֆորդ կամ Քեմբրիջ գնալու մասին, կամ փորձեն իրենց գիտելիքները հարստացնելու հենց այստեղ, հենց ԵՊՀ-ում։ Եվ այս իմաստով այս վերադարձը կարող եմ ասել, որ սա վերադարձ է ֆիզիկական իմաստով, որովհետև եւ ֆիզիկական իմաստով մենք անհրաժեշտություն ունենք ԵՊՀ-ականների։ Մենք անհրաժեշտություն ունենք, որովհետև ԵՊՀ-ականները, ինչպես ասեցի, այսօր բիզնեսում, մասնավոր սեկտորում, պետական սեկտորում բազմաթիվ պաշտոններ են զբաղեցնում։ Այսօր մենք օրվա ավարտին մրցանակներ կհանձնենք նաև այն ԵՊՀ-ականներին, ովքեր իրենք ոչ միայն եկել են ԵՊՀ, այլ իրենց ներդրումն են բերել ԵՊՀ որոշ իմաստով, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր տեսնում ենք, որ շատերը փորձում են հետ գալ եւ որոշակի ներդրում ունենալ, որոշակի շնորհակալություն հայտնել իրենց ներդրման միջոցով այն բուհին, որը իրենց հնարավորություն է տվել հասնել այնտեղ, որտեղ իրենք կան։ Ստեղծել այն բիզնեսը, որը իրանք ունեն, հա? Եվ դրա հնարավորությունները տրվել են այստեղ, տրվել են ԵՊՀ-ում։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ վերադարձը իրականություն դառնա։ Իրականություն դառնա, որովհետև նաև հասկանում ենք որոշակի խնդիրներ, որոնք մարդիկ ժամանակին ունեցել են։ Օրինակ բերեմ, հա, շատ շրջանավարտներ ասում են, որ այդ դիպլոմը, երբ որ մենք ստացանք, շատ կներեք արտահայտությունս տխուր ձևով ստացանք, որովհետև եկանք մի հատ սենյակ էր մութ, տենց ստորագրեցինք, դիպլոմը տվեցին ու վերջ։ Ու սա բերեց մեզ այն մտքին, որ մենք ամեն տարի անում ենք մեծ արարողություն, որ արդեն ավանդույթ է դարձել եւ շուտով մեկ ամիս հետո նորից կանենք, մենք մեր շրջանավարտներին ճանապարհ ենք դնում դեպի կյանք բավականին մեծ տոնախմբությամբ։ Մեծ տոնախմբությամբ եւ այդ շրջանավարտը այլևս իրեն չի զգում, որ հերոստատուսը միացնի տեսնի ինչ որ Հարվարդի ուսանողներին, տենց ինչ որ գլխարկներ են գցում կամ քինոտ սպիքեր են ասում հայտնի մարդիկ,
ինքը այլևս չի նեղվում, որովհետև ինքն էլ է մասնակից դարձել նման մի ծեսի, նման մի արարողության։ Եվ այս ծիսականությունը բավականին կարևոր է մեր կյանքում։ Մենք պետք է ոչ միայն հին ծեսերը պահպանենք, այլև նոր ծեսեր կարողանանք ստեղծել։ Եվ այդ գործընթացը ինքը շարունակական է լինելու, որովհետև ԵՊՀ-ն է ինքը շարունակական։ ԵՊՀ համայնքը թվերը իհարկե մոտավոր են, չչափազանցնենք, բայց ԵՊՀ համայնքը 3000 աշխատակից, սա հսկայական համայնք է, 14000 ուսանող, 70-ից 100,000 շրջանավարտ, այստեղ համեստաբար ենք 70,000 թիվը դրել, մեր կայքում կտեսնենք 150,000 թիվը, որը իրականությանը մոտիկ է, հեռու չէ, որովհետև երբ որ բոլոր տարիների շրջանավարտներին այսպես գումարում ենք, մոտավոր այդ թիվն է գալիս կազմում, բայց պետք է այստեղ ասել, որ 70,000 թիվը այսպես իրատեսական թիվ ենք վերցրել, միայն օրինակ սոցիալական հարթակներում, LinkedIn-ում մոտ 35,000 մարդ կա, որ իրեն գրել է ԵՊՀ-ի շրջանավարտ։ Իսկ LinkedIn-ը գիտեք, պրոֆեսիոնալ հարթակ է, ավելի շատ մարդիկ այստեղ աշխատանք են գտնում, գործարար կապեր են ստեղծում եւ այլն, միայն 35,000 մարդ, սա իրականում ուժ է։ Սա հզոր ուժ է։ Այս ուժը մենք չենք օգտագործել, հիմա օգտագործելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ այս ուժը համախումբ լինի եւ այս ուժը կարողանանք օգտագործել ու շարունակել։ ԵՊՀ շրջանավարտները, ինչպես արդեն նշեցի, իրենք մեր հասարակական, սոցիալական, բոլոր ոլորտներում առաջնային դեմքերն են եղել, կան եւ վստահաբար կլինեն։ Բոլոր ոլորտները, որտեղ ուզում եք գնացեք, տեսեք, ես չեմ չափազանցնում, նրանք ԵՊՀ-ականներ են։ Եվ եթե այսպես մի քիչ ավելի փիլիսոփայորեն մոտենանք, նաև հայաստանյան բուհերի մեծ մասն են եղել ԵՊՀ-ի մաս, եւ ինչ-որ առումով բոլոր բուհերն են ԵՊՀ-ականներ այս իմաստով, բայց հիմա չեմ ուզում այդտեղ խորանալ, ես ուզում եմ բուն ԵՊՀ-ի շրջանավարտների մասեմ եւ իրենք մեր կյանքի ինտելեկտուալ հիմքն են։ Այսինքն ինտելեկտուալ հիմքը, որը յուրաքանչյուր երկրի հարստությունն է, գլխավոր հարստությունն է, յուրաքանչյուր երկրի առաջ մղող ուժն է, եւ այս տեսանկյունից մեր ԵՊՀ-ականները իրականում եւ արել են եւ հսկայական անելիք ունեն երկրում ինտելեկտուալ ներուժը առաջ մղելու համար, օրինակ պատահական չէ, որ սուպերկոմպյուտերը հենց ԵՊՀ-ում տեղադրվեց։ Կարծում եմ պատահական չէ եւ այս կյանքում պատահականություններ քիչ են լինում, որովհետեւ ԵՊՀ-ն ուներ այն պոտենցիալը, որ կարող էր այդ կոմպյուտերի եւ դրա տված հնարավորությունները առաջ մղել։ Որևէ այլ բու այս պահին նման պոտենցիալ եւ հնարավորություններ չուներ։ Ինչպես նաեւ այլ ոլորտներում կարող ենք ասել, որ հստակ մենք առաջինն ենք։ Համայնքը որպես համաշխարհային ցանց, խոսքից մեջ արդեն որոշ առումներով նշեցի, որ կյանքի բերումով, ցավոք, դժբախտաբար, թե բարեբախտաբար, որովհետև թե դժբախտաբարի բացատրությունը կա, թե բարեբախտաբարի բացատրությունը կա, ԵՊՀ-ականները տարածված են ամբողջ աշխարհով։ Եվ սա կապված է բնականաբար այն միգրացիոն հոսքերի հետ, չնայած վերջին տարիներին տեսնում ենք դրական դինամիկա, բայց այնուհանդերձ միևնույն է այդ շրջանառությունը մարդկային հոսքերի, աշխարհի բոլոր երկրներին է սա բնորոշ։ Միայն մեզ չէ բնորոշ, հա։ Սա տարածվում է, բայց ի տարբերություն շատ ազգերի միգուցե հայերը բավականին արագ համախմբվում են եւ կարողանում են ստեղծել իրենց մշակութային, կրոնական կառույցները, եկեղեցի, ուրեմն մշակութային կենտրոններ եւ այսպես համախմբվում են դրա շուրջ եւ պահում են իրենց ինքնությունը։ Շատ երկրներում իհարկե ցավոք սրտի տարիներ առաջ, օրինակ Լեհաստանում կամ այլ եվրոպական երկրներում չենք կարողացել դա լավ պահպանել եւ կորցրել ենք մեր ինքնությունը եւ ձուլվել ենք, բայց այսօր էլ այդ խնդիրը կա տարբեր երկրներում եւ պահպանում ենք։ Եվ այստեղ ուզում եմ մի կարևոր բան ասել, միգուցե նոր եկած մարդիկ չգիտեն, համասանականներ շատերը գիտեն, մի քանի տարի առաջ սրանից մենք որոշեցինք, որ պետք է սկսենք արտերկրում ԵՊՀ համայնքի շրջանավարտների ցանցի կառուցումը։ Եվ 3 տարի առաջ ստեղծեցինք համասանի ընկերներ կազմակերպությունը եւ
այս կազմակերպության շուրջ կարողացանք այսպես հավաքել որոշակի ԵՊԱ-ականների, բայց այստեղ բնականաբար հսկայական գործ կա դեռ անելու եւ այստեղ ձեր բոլորի օգնության կարիքը շատ եւ շատ կա, որովհետեւ շատ շուտով, ասենք ամեն տարի մենք գնում ենք Կալիֆոռնիա, Լոս Անջելես, որտեղ հիմնական հայերի կուտակումը այնտեղ է, գնում ենք այնտեղ եւ այնտեղ անում ենք ինչ-որ միջոցառում, այս տարի որոշակի ֆորմատը միջոցառման փոխվելու է, այնտեղ սովորաբար անվանում են գալա ընթրիքներ, այս տարի գալա չի լինելու, քննարկում է լինելու եւ արհեստական բանականության խնդիրների շուրջ է լինելու քննարկումը, եւ այս քննարկման արդյունքում շատերը գալու են։ Պետք է ասել, որ սա տարեկան մեկ անգամյա արվող միջոցառում չէ։ Մենք այստեղից անընդհատ կոորդինացնում ենք, որպեսզի մեր ընկերները այնտեղ անընդհատ քննարկումներ կազմակերպեն եւ հետաքրքիր է, որ տարբեր տարիների շրջանավարտներ գալիս են այդ քննարկումներին եւ երջանիկ են իրենց զգում, որ մաս են դարձել ԵՊՀ-ն ինչ որ մի բան արտերկրում հեռավոր Լոս Անջելեսում կարողանում է կազմակերպել։ Բնականաբար ասում եմ, այստեղ անելիքները ահռելի են, հսկայական, որովհետեւ նախ պետք է մարդկանց մեջ այդ կրակը արտնասնել, հետ կանչել, այդ ինքնության այդ կարևորագույն կետը հետ բերել եւ բերել կապել ԵՊՀ ընկերներ կազմակերպությանը, որը իդեպ ունի նաև endowment հիմնադրամ, որը հարկազատված է, ամերիկյան օրենքներով հարկազատված է, սա էլ իմիջայլոց ասեմ, կարևոր ուրեմն դրվագ է, եւ կարծում եմ այստեղ ձեզանից յուրաքանչյուրը, եթե մտքում մի պահ պահի, որ ինքը կարող է իր որևէ ընկերոջ միջոցով, ես չեմ ասում ֆինանսական առաջնային չէ, մարդկային, ֆիզիկական, գալ, մասնակցել այդ միջոցառումների, ակտիվ լինել, սա արդեն մեզ հսկայական օգուտ կլինի, որպեսզի մենք կարողանանք անել։ Եթե կան մարդիկ, որոնք կարող են դառնալ օրինակ դեսպաններ տարբեր երկրներում կամ քաղաքներում, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, ելի շատ ուրախ կլինենք իրենց անունը տակ, որտեղ մարդու համար այսօր ցավոք սրտի ամենաթանկ բանը դարձել է ժամանակը եւ ժամանակից որևէ մի հատված տրամադրել այս գործին, դա ամենամեծ ներդրումը կլինի ԵՊՀ-ի համար։ ԵՊՀ-ն փոխվում է ոչ միայն միջավայրով, դուք այլև նաև մտածողության։ Միջավայր ասելով ամենևին նկատի չունենք ոչ միայն ֆիզիկական միջավայրը։ Միջավայր ասելով նկատի ունենք մարդկանց, նաև ֆիզիկական միջավայրը, որովհետև միջավայր հասկացությունը բավականին լայն եւ համընդգրկուն հասկացություն է, այլ նաև մտածողությամբ։ Այնինչ ես ասացի, որ սերունդների միջև տարբերությունը, սերունդների միջև այդ մշակութային կամ մշակութաբանական, չգիտեմ որ բառն է ավելի ճիշտ է, այստեղ այս տարբերությունները ամեն օր զգացնել են տալիս եւ մեր մտածողությունը եւս փոխվում է, մենք պետք է ադապտացվենք նոր ժամանակների, նոր շնչի հետ։ Շատ հաճախ մենք մեզանից շատերը դեռ առավել ավագ սերունդը գնում է ադապտացման այն լսանում, որտեղ մտնում է դասի, որովհետեւ այլ կերպ նույնիսկ խոսույթն է փոխում, խոսքի մեջ բառերը, որոնք ինքը կօգտագործեր 10 տարի առաջ, ինքը սկսում է չօգտագործել, ինքը սկսում է նոր բառամթերքով օգտագործել, որպեսզի ընկալելի լինի նոր սերնդի համար։ Եվ ես մշտապես սա կարող եմ ասել, որ թեզերից մեկն է, որ ես մշտապես շեշտում եմ, որ ամենակարևոր բանը, որ մենք ունենք, դա հենց այդ մշակութաբանական շերտն է, որը մենք պետք է փայփայենք, պահպանենք եւ մեր մտածողությունը, որովհետեւ սա յուրաքանչյուր բանի ինչ նայում ենք, որ այն չէ, մեր սրտով չէ կամ փոխվում է, խորքում մենք ունենք այս մշակութային, արժեքային փոփոխությունները։ ԵՊՀ նաեւ համայնք է, այսինքն ոչ միայն մենք ցանց ենք, ոչ միայն մտածողությամբ, այլ նաև մեծ համայնք ենք, սա զուտ բառեր չեն։ Համայնքը այստեղ թուրքագետներն ու արաբագետները կհիշեն ումման, կրոնագետները կհիշեն էկլեսիան, սա մի համայնք է, որը բոլորը իրար հետ այսպես ձեռքի տված, բառից բուն իմաստով եւ փոխաբերական իմաստով կանգնած են։ Եվ այդ էներգիան, որը այս կողմից գալիս է, մեր միջով անցնում գնում է դեպի մյուսին, եւ այդ մյուսը էներգիան կուտակած շարունակում է դեպի մյուսին, եւ այսպես վերջում մի հսկայական էներգետիկ բազա ենք ստեղծում։ Եվ սա նորից այդ մտածողության կարևորագույն
հատկանիշն է, որ մենք պետք է մտածենք, որ այսպես ձեռքի որտեղ մի ձեռքը կտրվեց, էներգիայի աղբյուրը կտրվելու է։ Եվ սա երբ որ մենք մեր մտքում ունենում ենք, մենք հասկանում ենք, որ առանձին մարդը, առանձին անհատը, գիտնականը որևէ բան չեն կարող փոխել, թե ԵՊԸ-ում, թե աշխարհում, թե երկրում։ Միակ բանը, որ կարող ենք փոխել, դա համայնքն է։ Եվ համայնքը, այսպես երբ որ այս ելույթը սլայդները սարքում ենք, իհարկե մտքիս եկավ հայտնի ֆիլմից «Համայնքը զորավոր է», բայց այնտեղ բացասական իմաստ ուներ «Համայնքը զորավոր է», այդ արտահայտությունը ես ուզում եմ այստեղ ասել «Համայնքը զորավոր է» դրական իմաստով, ոչ թորիկյան իմաստով զորավոր է, այլ իրականում զորավոր է հենց դրական իմաստով եւ մենք այդ զորավորությունը պետք է օգտագործենք համայնքի։ Ուսանողներ, շրջանավարտներ, մեր ապագան։ Մեր խոսքը, մեր գործը, իմ խոսքն էլ այսօր հիմնականում ինչին է ուղղված է ապագային։ Որովհետեւ անցյալը շատ լավ է, անցյալը կարող ենք միշտ հիշել, անցյալը մեզ ուժ է տալիս, անցյալը մեզ էներգիա է տալիս, մեր հիշողությունները մեզ ուժեղացնում են, զորավոր են դարձնում, բայց ուր են տանում դրանք։ Դրանք բոլորը տանում են դեպի ապագային։ Ինչ ապագա ենք ուզում ունենալ, ինչպես ենք ուզում փոխել մեր ապագան։ Եվ այդ անցյալի, որ ասում են անցյալի սխալները ճիշտ օգտագործելը լավ ապագա ստեղծելու կարևոր հանգրվան է։ Այստեղ պետք է մեր ոչ միայն անցյալի սխալները, այլ նաև անցյալի հաջողությունները մենք շատ ճիշտ կարողանանք հասկանալ ոնց կարելի է դա տրանսֆորմացնել դեպի ապագայի նոր հաջողություններով։ Եվ այստեղ մի քանի կարևոր դրույթներ կան առաջնորդության, հետազոտության, նորարարության, համագործակցության եւ նոր կապերի ստեղծման իմաստով, որը մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք անել։ Վերջի տարիներին տեսած կլինեք մեր բազմաթիվ շրջանավարտներ եկել են այստեղ, ծրագրեր են արել, ինչ որ ներդրումներ են արել, մեկը որոշել է լսարան սարքի, մեկը որոշել է ծրագիր բերի ներդնի, մեկը որոշել է կոմպյուտեր առնի, մեկը որոշել է ուսանողներին տանի իր ֆիրմայում պրակտիկա անցկացնի, յուրաքանչյուրը ամեն մեկը իր մոտեցմամբ, իր ձևով, բայց ուզեցել են ինչ որ մի ներդրում անել իրենց շնորհակալությունը հայտնելով իրենց մայրբույին։ Ես կարծում եմ, որ այդ ջանքերը մեր գործն է այդ սկսած process-ը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել։ Եվ այդ ժամանակ իրականում մենք մեզ հասնող չի լինի, այսպես ասեմ, էլի։ Աշխարհի լավագույն համալսարանները իրականության մեջ որ համալսարան ուզում եք գնացեք, որտեղ ուզում եք եղեք, հարցրեք որն է ձեր հիմնական ուժը, կասեն մեր շրջանավարտները։ Ես տեսել եմ, թե ինչպես, օրինակ ժամանակին Ելի համալսարանում որոշակի այսպես ծրագրով ուրեմն հետազոտություն էի անում, տատիներ, պապիներ, 80-90 տարեկան, փայտով, գալիս էին համալսարան ամեն տարի պարտադիր շրջանավարտների ֆորումին կամ շրջանավարտների հավաքին իրենք պարտադիր պետքա գային այնտեղ, որովհետև դա իրենց ինքնության կյանքի կարևոր բաղադրիչներից մի մասն էր։ Այդ չեմ ասում, որ իրենք իրենց գույքը ունեցվածք եւ այլն շատերը հենց կտակում են համալսարանին։ Շատ շատերը։ Եվ ես դուք էլ վստահաբար շատերը եք տեսել դա, շատերը եք տեսել, թե ամեն տարի ինչպես են դա անում։ Եվ ասեմ ձեզ, ոչ միայն գալիս են համալսարան, այլ ամուսնանում են համալսարանի բակում։ Հիմա հաջորդ տարի, երբ որ մենք բակը բարեհաջող կկարողանանք կառուցել, ես ակնկալելու եմ, որ բակում մենք ունենալու ենք նաև ամուսնություններ, հա։ Եվ այս իմաստով շատ կարևոր է այս փոխադարձ կապը, անընդհատ կապը, չընդհատվող կապը, շարունակական կապը։ Ես չեմ ուզում, կարծում եմ քիչ երկար չէ, արդեն բանը անցա, հիմա շատ այսպես մի երկու բան մնաց ասելու։ Իհարկե սրա մասին անընդհատ խոսքից մեջ տարբեր ձևերով, տարբեր երանգներով նշեցի, որ սիրելի շրջանավարտներ, դարձեք ԵՊՀ ապագայի մի մասը։ Ձևը, ուրեմն ֆորման դուք եք ընտրելու, թե ինչպես եք ուզում դառնալ այդ մասը, մենթորությամբ, դասախոսությամբ, հետազոտությամբ, գիտնականությամբ, բիզնեսի միջոցով, թե ինչպես, բայց ձեր
կյանքի մի փոքրիկ հատվածը, ձեր գործունեության մի փոքրիկ հատվածը նվիրեք ԵՊՀ-ին։ Դա կլինի տարվա մեջ, չգիտեմ, 1 օրվա ռեժիմով, 5 օրվա ռեժիմով, դա արդեն դուք ինքներդ եք որոշում, բայց այդ կապը ԵՊՀ-ի թեկուզ միայն գալով բակում շրջելով։ Գալով բակում, ասես մի հատ պտույտ անելով ու գնալով։ Սա էլ է կապ ԵՊՀ-ի հետ։ Հա? Մարդ կարող չտեսնեք, բայց այդ կապը ձեր հոգում պահպանեք մշտապես։ Եվ դա բավականին մեր համար կարևոր է։ Դուք գիտեք, որ մենք նաև ունենք նոր ռազմավարություն, նոր ռազմավարությամբ դրել ենք այն շեմերը, որոնք պետք է հասնենք 2030 թվականին, որոնք են դրանք հիմնական շեշտադրումները, դա թվային միջավայրն է, կանաչ ներառական, մարդակենտրոն, միջազգային եւ նորարարական համասան ունենալն է։ Այս կանաչը մի քիչ ավելի եվրոպական այսօր տրենդ է, գիտեք, COP17 է գալիս եւ այսպես, բայց իրականում ինքը շատ կարեւոր բան է, շատ կարեւոր բան է։ Եվ աշխարհը այսօր մեր տիեզերքը, մեր մոլորակը այսօր խնդիր ունի հենց այդ կանաչի վատ հակառակ դրսևորումների հետ։ Բայց այդ կանաչը շատ ավելի լայն իմաստով, կրթության մեջ, երեխեքին, էկոլոգիա, այն աղբը չթափելու, մենք միշտ խոսում ենք այդ աղբը թափելու մասին, ամեն մի դրվագը շատ կարևոր է լավ երկիր ունենալու համար։ Կանաչ կրթությունը հենց այդ մասին է, շատ ավելի մեծ, եւ ստեղ էլ առիթ օգտագործելով ասեմ, որ COP17 է մոտենում հոկտեմբերին, շատ հնարավոր է, որ այդ 2 շաբաթը մենք անցնենք հեռավար, սա հիմիկվանից ասեմ, որ իմանաք, որովհետև մեծ քանակի հյուրեր են սպասվում երկրում, բայց նաև ասեմ, որ համասանը այստեղ նորից առաջնորդության դեր է վերցրել, բոլոր բուհերին համախմբել ենք, եւ այդ բոլոր բուհերի հետ համախմբվածությամբ առաջ ենք տանում, թե ինչպես համասանականները կարող են ընդառաջ COP17-ին ընդառաջ օգտակար լինել ուրեմն լավագույնս ներկայացնելու երկիրը Հայաստանի Հանրապետությունը նաև բուհական կրթական միջավայրը։ Սա լինելու է կամավորության տեսքով, ուսանողների մեր կամավորներին, եկեք մեր կամավորներին մի հատ ծափահարենք։ Եվ շնորհակալություն հայտնենք, որ իրենք մշտապես վերջի տարիներին մեր կամավորները ուղղակի ֆանտաստիկ գործ են անում, տարբեր ասպեկտներով եմ սա ասում, կամավորներով, գիտական ուրեմն կոնֆերանսներով, սեմինարներով, տարբեր տեսակի ուրեմն մենք պետքա եւ COP17-ին ընդառաջ գործողություններ անենք եւ դրանից հետո նաեւ անենք եւ բայց պահելով այն շունչը, որը արդեն ձևավորվել է այդ ընթացքում, հա։ Բնականաբար նորարարությունը, բնականաբար միջազգայնացումը մեր առաջնահերթություններից է։ Այստեղ պետք է ասել, որ միջազգայնացման իմաստով մենք ահռելի դեռևս գործ ունենք անելու, որովհետև այն միջազգային ուսանողների քանակը, որ մենք ունենք, բավարար չէ մեզ համար եւ սրա այս ուղղությամբ պետք է ջանքերը եռապատկել, քառապատկել, հնգապատկել, որպեսզի ավելացնենք այդ ուսանողների քանակը։ Միջազգային, բայց հայոց համալսարան տերմինը նույնպես թումանյանական տերմին է, ինչի բայց, որովհետև հաճախ մտածում ենք, եթե հայոց, ուրեմն պարփակվում ենք, նեղանում ենք, իզոլացվում ենք եւ միջազգայինը մի կողմ ենք դնում։ Ոչ, մենք միջազգայնանում ենք, բայց պահում ենք հայոցը, բայց պահում ենք հայկականը, պահում ենք մերը, մեր ինքնությունը, բայց նաև դա ներկայացնում ենք աշխարհին որպես մերը։ Եվ այդ տեսանկյունից հայոց համալսարանը, որը մեր մայր համալսարանն է, այո պետք է միջազգայնանա, բայց մշտապես պահելով իր դիմագիծը, մշտապես ունենալով իր ինքնությունը։ Սա շատ կարևոր դրվագ է, որի պետք է երբևէ մենք չխառնենք մեր մտքում, եթե ուրեմն միջազգային ենք դառնում, ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ գիտխորհրդում քննարկում ենք, որ մեր ուրեմն ամսագրերը պետք է կամաց, որոնք միջազգային բնույթ ունեն, պետք է վերածվեն ուրեմն անգլերենի, ընդդիմություն կար, հայերեն լեզվին դեմ եք, հայերենը գիտական լեզու կմեռնի եւ այլն։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ միայն հայերենը չմեռավ, զարգացավ, այլ նաեւ մենք ունեցանք շատ լավ ամսագրեր եւ այսօր ունենք հյուր այստեղ,
ով մեր ամսագրի ուրեմն կարևորագույն ներդրողներից է եւ այդ ամսագիրը Translation Studies-ը հայտնվել է Scopus-ի ու Web of Science-ի ուրեմն ինդեքսներում, որի կապակցությամբ մեզ բոլորիս եւս մեկ անգամ շնորհավորում եմ։ Եվ վերջին, մոտենում ենք վերջին արդեն, այսօր իրականում հենց այն ժամանակն է, այսօրվա փոփոխվող աշխարհում, այսօրվա գիժ աշխարհում, իրականում աշխարհը ոնց որ գժվել է, այսօրվա գիժ աշխարհում մեր իրականում հենց այն ժամանակն է, որ մենք պետք է նոր հնարավորություններ ստեղծենք մեր հաջորդ սերնդի համար, որովհետև ժամանակը այսօր մեկ տարին հավասարազոր է միգուցե նախորդ 30-40 տարում, հաջորդ մեկ տարին հնարավոր է հավասարազոր լինի նախորդ 100 տարում, այնքան է արագացել ամեն ինչ, ինֆորմացիոն հոսքերը այնքան են շատացել եւ մենք ամեն օր ուղղակի այդ ինֆորմացիոն հոսքերի ճշմարտակ չենք հասցնում հետեւել շատ բաների։ Եվ այստեղ իհարկե մենք շատ կարևորում ենք մեդիագրագիտությունը, որպեսզի մաքրենք այդ ինֆորմացիոն հոսքերը, զատենք կարևորը անկարևորից եւ ամեն մի հոսք չկա եւ մեզ չծանրաբեռնի եւ չճնշի եւ այս իմաստով մեր համար շատ կարևոր է որպեսզի մենք նոր հնարավորություններ ստեղծենք, ես նշեցի արդեն սուպեր համակարգիչը, որը նոր հնարավորություն է հաջորդ սերնդերի համար շուտով Firebird-ի մեծ պրոյեկտը կլինի Հայաստանում, որը եւս նոր հնարավորություն է ստեղծելու եւ ոչ միայն սա խոսք է գնում բնագիտական ուրեմն ոլորտի մասին, որը վերջի տարիներին հագեցել է հսկայական թվով նոր սարքավորումներով, գիտական, այլ նաև հումանիտար ոլորտի մասին, որովհետև իմ կարծիքով եւ իմ մոտեցումը այն է, որ մեր հումանիտար եւ բնագիտական ոլորտները Երևանի պետական համալսարանում պետք է զարգանան եւ աճեն համահունչ։ Առանց մեկի մյուսը չի կարող գնալ առաջ։ Եվ սա պաթոս չէ, չափազանցություն չէ։ Հումանիտար միտքը պետք է սնի բնագիտական մտքին եւ հակառակ պատկեր նաեւ օգտագործի։ Եվ այդ տեսանկյունից նրանք երկուսը իրար հետ համահունչ պետք է գնան եւ ասեմ դες օրինակ շատ գաղափարներ ստեղծվել են միջավայրային այսպես տեղանքում։ Այդ գաղափարը, գիտեք, այս նոր համասանի նոր սրահը երևի տեսած կլինեք, ովքեր չեն տեսել, խնդրում եմ անպայման այսօր առիթ օգտագործել գնալու տեսնելու, թե ինչպիսի նոր հրաշք սրահ ենք ստացել Իզմիլյան հիմնադրամի աջակցությամբ, եւ այս գաղափարը ինչից եկավ այդ բաց տարածքի։ Երբ որ ես միտեղ կարդացի, որ ինչպես է ստեղծվել օրինակ անվտանգության բարձիկը։ Երբ որ մի բանասեր, հիմա կարող սխալ ասեմ Ստենֆորդի համալսարանի անունը, միգուցե այլ համալսարանում եղել, բանասեր եկել է, տենց գրադարանում ասել է սիրահարվել եմ, ուզում եմ ընկերուս մի նոր բան նվիրեմ, բայց ուզում եմ ինչ-որ փոքր բան լինի, որ այսպես գցեմ ու ասես բացվի վարդերի փունջ դառնա։ Կողքը ֆիզիկոսը մի անգամից այդ գաղափարը բացվելու դարել է հիմքը անվտանգության բարձիկի։ Եվ այս կարգի միջավայրերում են նոր գաղափարները, նոր մտքերը ստեղծում եւ ես հաճախ իջնելով գրադարան տեսնում եմ, որ տարբեր ֆակուլտետների երեխեք իրար հետ նստած եւ նաեւ դասախոսներ իրար հետ նստած քննարկում, շփումներ եւ դա ինձ ուրախացնում է, որովհետեւ հնարավոր է մի հատ այդպիսի նոր հեղափոխական գաղափար հենց կծնվի մեր ԵՊՀ-ում։ ԵՊՀ-ն մեր անցյալը չէ, մեր շարունակությունն է։ Սրանով երևի թե ել չեմ ուզենա այս սլայդի վրա շատ կենտրոնանալ, սրանով երևի ամեն ինչ ասվել է, չնայած արդեն ես խոսեցի այս մասին բավականին շատ։ Սա վերջի սլայդն է եւ ուզում եմ որպես վերջի սլայդ, որպես ամփոփում եւս մեկ անգամ բոլորիդ շնորհակալություն հայտնել մեր սիրելի ԵՊՀ-ականներին, պրոֆեսորներին, դասախոսներին, ամբնի վարիշտերին, դեկաններին, բոլորին, պրոռեկտորներին, գիտքարտուղարին, հանգարց չնեղանաք ոչ մեկը, էլի, մեկ-մեկ ստացվում է, հետո նեղանում են։ Բոլորիդ, անհատապես ուսանողներին մեր շատ սիրելի, բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ մի այսպես բան կիսվել ձեր հետ, որ նմանատիպ միջոցառումները, երբ որ կազմակերպվում են ԵՊՀ-ում, սա ռեկտորատինը չէ։ Սա ձեզանից յուրաքանչյուրինն է։ Դրա համար պետք չի, որ ես կամ պրոռեկտորը կամ որևէ մեկը ձեզ զանգի ասի այսօր միջոցառում կա եկեք։
Ձեզանից պետք է գա այդ իմպուլսը, դուք զանգ եք ասեք, բա ինչ կա անելու։ Այսա կլինի իրականում այն համայնքը, որի մասին խոսեցինք, այսա կլինի այն էներգիան, որը այդ իմպուլսները ձեզանից կգա, մենք կվերցնենք, փոխանցենք հետ ձեզ եւ ԵՊՀ-ն եւս մեկ աստիճանով վերև կբարձրացնենք, կհզորացնենք։